Միացյալ Նահանգներ Իրան լարվածությունը, որ վերջին շրջանում հանգեցրել էր մկանների ցուցադրության, մտնում է դիվանագիտական ակտիվ փուլ։ Օմանի միջնորդությամբ բանակցությունների առաջին ռաունդը փորձագետները դրական են գնահատում։ Մեն որ արդեն սկսվելու է դիվանագիտական շփումները արդեն բացահայտ, դա նշանակում է, որ այդ լարվածությունը որոշակիորեն մարել է, այսինքն այն սցենարները, որոնք գծվում էին Իրանի դեմ հնարավոր արձակումների եւ այլն, դրանք ամենայն դեպս այս փուլում գրեթե բացառվում են, նաեւ Նաթանյահուի այցը Միացյալ Նահանգներ չօգնեց դրան, երբ որ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ արդեն բանակցում են եւ սա վկայում է, որ երկու կողմերն էլ, չնայած ռետորաբանությանը եւ իրենց խաղաքարտերի մեծացմանը, իրականում ցանկանում են դիվանագիտական լուծում գտնել եւ բանակցային գործընթացի շուրջ նստել։ Իսրայելի վարչապետը, որ Թրամփի նախագահության երկրորդ փուլում արդեն երկրորդ այցն է կատարել Սպիտակ տուն, ըստ մասնագետների Իրանի վրա հարձակվելու կանաչ լույս այդպես էլ չի ստացել, թեև Նեթանյահուի այցի օրակարգը խիստ բազմաշերտ էր։ Փորձագետի խոսքով Իրանի վրա հարձակման գինը չափազանց բարձր է։ Մենք սպասում ենք, որ այդ բանակցությունների ընթացքի մեջ մենք կարողանանք մեր խնդիրները լուծենք եւ գործը չի հասնի այլ միջոցներին, որը շատ վտանգավոր կլինի տարածաշրջանի համար, նաև Իրանը հետևում է եւ պատրաստ է բոլոր սցենարների համար, եթե բանակցությունները ձախողվեն, եթե հակառակորդ կողմը Միացյալ Նահանգները ավելին ուզի ինչ-որ միջուկային ծրագրից դուրս, օրինակ Իրանի հերթիրներին ծրագրին կամ Իրանի դիմադրական ուժերի չեզոքացնումը տարածաշրջանում, եթե նման բաներ ուզի, նման կետեր ուզի, Իրանը կարող է մերժի։ Իսկ ԱՄՆ-ն Իրանից քիչ ակնկալիքներ չունի, որը Թրամփի վարչակազմը ձևակերպել էր Թեհրան ուղարկած նամակում։ Վաշինգտոնը Թեհրանից պահանջում է ամբողջովին դադարեցնել միջուկային ծրագիրը, հակառակ դեպքում սպառնում ռմբակոծել։ Եթե Իրանի հետ բանակցությունները հաջող չանցնեն, ապա այդ երկիրը վտանգի տակ կհայտնվի, քանի որ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Կարծում եմ, որ Իրանի համար շատ վատ օր կլինի, եթե մենք համաձայնության չգանք։ Նախ Միացյալ Նահանգների կողմից հստակ հայտարարվեց, որ չեն ցանկանում, որպեսզի Իրանը ունենա միջուկային զենք, այսինքն հնարավորություն Իսրայելին ոչնչացնելու։ Երկրորդը կարծում եմ նաև արտահրաշինական ծրագրերն են փորձելու բերել բանակցային գործընթաց, ինչից Իրանը հրաժարվում է եւ նաև այն ապաղումները կամ ցկցկումները Իրանի վերաբերում էր հենց նաև հրթիռային ծրագրերի խնդրին։ Իրանական կողմը փորձելու է դրանք դուրս բերել բանակցային գործընթացից եւ բանակցել միայն միջուկային զենք ստեղծելու շուրջ, իսկ Իրանը հայտարարել է, որ չի ցանկանում այս փուլում այդ զենքը ստեղծել։ 2018-ին Թրամփի նախագահության առաջին ժամկետում ԱՄՆ-ն դուրս եկավ Բարակ Օբամայի օրոք, 2015-ին Իրանի եւ գերտերությունների հետ կնքված միջուկային գործարքից, Իրանի նկատմամբ կրկին պատժամիջոցներ սահմանելով։ Ի պատասխան Թեհրանը աստիճանաբար նվազեցրեց պարտավորությունները, հրաժարվելով ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։ Իրանն ուրանի հարստացման մակարդակը հասցրեց 60%-ի, որը մոտ է միջուկային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ աստիճանին։ Իրանը ի վիճակի է, որ միջուկային զենք ունենալ, բայց մեր հոգևոր առաջնորդը ֆաթվա է տվել, որ նման բան Իրանը իրավունք չունի ունենա, որովհետև սա մարդու իրավունքների դեմ է, բայց ամեն դեպքում, եթե Իրանը տեսնի, որ միջուկային օբյեկտների վերահարսակում կլինի, որպես զսպող ուժ կարող է այդ քայլին գնա, որոշ փաշտոնյաները դրա մասին խոսել են, զգուշացել են Արևմուտքին, զգուշացել են Միացյալ Նահանգներին, որ նման եթե ոտնձգություն լինի Իրանի վրա, հենց Իրանին դերթում են դեպի միջուկային զենք եւ Իրանը իր ատոմային դոկտրինը կարող է փոխվի։ Իսրայելը եւ ԱՄՆ-ն համաձայնել են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսպես ամփոփեց Վաշինգտոն կատարած իր վերջին այցը։ Մենք համաձայն ենք, Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Դա կարող է լուծվել համաձայնագրի միջոցով, բայց միայն այն դեպքում, եթե այդ համաձայնությունը լինի լիբիական տարբերակով, այսինքն մտնում են, պայթեցնում են միջուկային օբյեկտները, ամբողջությամբ ապամոնտաժում են տեխնիկան ամերիկյան վերահսկողության տակ եւ ԱՄՆ մասնակցությամբ։ Երկրորդ հավանականությունն էլ այն է, որ համաձայնություն չի լինի։ Այդ դեպքում Իրանը պարզապես ժամանակ կձգի եւ միակ տարբերակը ռազմական լուծումը կլինի։
Այսպես կոչված լիբիական սցենարն այն մասին էր, թե ինչպես Լիբիայի այն ժամանակվա առաջնորդ Ալ-Կադաֆին, որ ձգտում էր միջուկային զենք ունենալ, 2003 թվականին Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետ երկարատև բանակցություններից հետո հրաժարվեց այդ ծրագրից եւ Լիբիայի զինաթափման հարցը լուծվեց խաղաղ ճանապարհով։ Իրանցի փորձագետը նկատում է, դա կործանարար էր այդ երկրի համար։ Նույն սցենարը Իրանի դեպքում չի կարող աշխատել։ Միջուկային ծրագիրը մի կողմ դրեց եւ իր հերթիրների ծրագիրը եւ զինաթափվեց եւ դրանից հետո ինչ տեղի ունեցավ Լիբիայի հետ։ Նույն բանը ուզում են Իրանի հետ կատարվի, բայց Իրանը զգուն է, հասկանում է, որ իր անվտանգությունը ինչքան կարևոր է եւ նման պայմանները Իրանի համար մերժելի է։ Կհաջողվի նահանգներին ու Իրանին հասնել համաձայնության, փորձագետները առայժմ դժվարանում են պնդել, բայց միակարծիք են։ Հայաստանի համար այս փուլում չափազանց կարևոր է խնդրի խաղաղ հանգուցալուծումը։ Հակառակ դեպքում Հարավային Կովկասը կարող է հայտնվել բարդագույն իրավիճակում։ Կարծում եմ Հայաստանը մշտապես պիտի ինչ-որ սցենարներ ունենա, բայց Իրանի ցանկացած պատերազմական գործողության մեջ ներքաշել մեր համար անկանխատեսելի եւ բավական բարդ խնդիրներ կստեղծի, նույն Ադրբեջանական Հանրապետության քաղաքականությունը, եթե հաշվի առնենք Սյունիքի հանդեպ Իրանի դիրքորոշումը եւ այլն։ Բավականին բարդ է լինելու Հայաստանի համար, չեմ կարծում որևէ սցենարներ այս փուլում կարելի է կանխատեսել հստակ, բայց պետք է ամենայն դեպս ունենալ սցենարներ Իրանի թուլացման պարագայում խնդիրները լուծելու համար։ Իրանական բանակը մարտական բարձր պատրաստվածության է բերվել, Թեհրանը զգուշացրել է հարևաններին, Իրանի վրա հարձակման ցանկացած աջակցություն կդիտվի որպես թշնամական գործողություն։ Իսրայելը հետախուզական, Մոսադը հետախուզական կետեր ունի Ադրբեջանում եւ հնանավոր է, երբ որ Իրանը թույլանա Ադրբեջանի կողմից Իսրայելը օգտվի եւ երկրորդ ճակատապազի Իրանի դեմ։ Իրանը զգուշացել է, Իրանը հետևում է նման խնդիրներին, ուշադիր է եւ զգուշացել է եւ շուտով դիպլոմատական ճանապարհներով մեր նախագահը մեկնելու է Ադրբեջանում, որ փորձի որպես դիպլոմատական ճանապարհով զսպի Ադրբեջանին, ոչ թե միայն Ադրբեջան, բոլոր հարևաններին զգուշացել է, եթե մասնակցեն Իրանի դեմ պատերազմին, հարձակում է Իրանը իրենց դարաշքել որպես Իրանի համար օրինական թիրախ կդառնա։ Ինչպես թեվավոր խոսքում է ասվում, ծանր է Թրամփի գդակը, այսինքն այն պատասխանատվությունը, որ պաշտոնամուտի ելույթով էր ստանձնել ԱՄՆ նախագահը, թե միջազգային ամենաբարդ հարցերին Ամերիկան կգտնի խաղաղ լուծում։ Վոլոդիա Մուշեղյան, Ժիրայր Հավեթյան եւ Դավիթ Դանելյան, Գիրակտորյալ լուրեր։